Բարև ձեզ, Սլայք-ի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Ասում են դերասանի խաղը մի ամբողջ արվեստ է, որտեղ նա ներդնում է սեր, հոգի եւ ներդաշնակություն։ Թվարկվածս հատկանիշների թերևս անմիջական գրողն է այսօրվա իմ հյուրը, սիրված եւ ճանաչված դերասանուհի Նաիրա Մովսիսյանը։ Ոնց որ անգիրարած բառեր ասես։ Ես մի բան եմ հասկացել, որ մեզ հակացուցված է գնալ ինչ-որ միջոցառման, որովհետեւ միշտ նույն վիճակի ենք հանգում, ու ես միշտ խայտառակ եմ լինում քո պատճառով։ Ողջույն Նաիրա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, ինչպես միշտ։ Նաիրա, ինչ է քեզ համար անկեղծություն ասվածը։ Իմ ամբողջ կյանքը։ Ամբողջ կյանք, երբ մարդը ապրում է անկեղծ, բնականաբար շատ դժվար է լինում, երբ կարողանա դիմացինին զատել։ Այս ամենը ինչպես է կատարվում քեզ մոտ։ Անկեղծ ասեմ, շատ դժվարությամբ էր ստացվում, այսինքն ինձ մոտ դժվար չէր, դիմացինի ընկալումն էր դժվար, բայց կարծում եմ այնքան ուժեղ եմ եւ այդքան էլ մտածելու բան չունեմ կամ թաքցնելու բան չունեմ, որ անկեղծ եմ լինում։ Արդեն թողնում եմ դիմացինի հայացողությանը, ինչպես կուզի թող ընդունի, չափից շատ անկեղծություն է, որը մեր երկրում համենայն դեպս մի քիչ սխալ է ընկալվում։ Ասում են սովորաբար դերասանը կյանքի ընթացքում մի քանի ճակատագրեր է կերտում։ Երբ կերտել ես բազմաթիվ ճակատագրեր եւ կարողացել ես այդ ճակատագրերից կամա թե ակամա կերպով գոնե մի քանիսը սիրելի դարձնել հանդիսատեսին, ի՞նչն է քեզ համար ամենաբարդ կեցվածքը դերասանուհու կերպարում։ Բարդ չէ, բայց սովորելի եւ ուսանելի։ Այսինքն կերպարներ, որոնք խաղում ես, մեծ մասամբ իհարկե բեմի մասին է խոսքը, ինչ չէ նաև սերիալի կամ ֆիլմի, բայց տարօրինակ բան է կատարվում, այսինքն կերպար, որը դու խաղում ես, հետո պիտի օրենքով մոռանաս անցնի գնա, դառնում է քոնը, հետո գալիս է Նաիրան կյանքում երևույթը ու երկուսը երբ որ իրար բախվում են, դա մի հատ քաոսային վիճակ է ստեղծում ինքս ինձ համար։ Ես բազմիցս ասել եմ, որ ես անդադ իմ մեջ պատերազմում եմ, անդադ իմ կերպարասլով դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, որը կերտել է կերպարներ ու իր բերած կերպարները արդեն դարձրել է իրենը կամ չի դարձրել, եւ ես ուղղակի նառան, որը առօրյայում ապրում է լրիվ տարբերվող իր կերպարներից, մի քիչ բարդ է, շատ քաոսային է։ Եղել է արդյոք կյանքում իրական որևէ երևույթ, որ նույնը խաղացել ես նաև բեմում, այսինքն կերպարներ, որոնք եւ առօրյայում եւ բեմում նույնն են եղել։ Հենց նույնը չի կարող լինել, բայց համենայն դեպս ես միշտ ասում եմ, որ մենք ներկայացնում ենք մարդու կյանքը ավելի վերևից եւ սովորեցնում ենք հենց իրենց տեսակը վերևից, թե ինչ կարելի է կամ չի կարելի։ Իհարկե եղել են կերպարներ, որոնք առօրյա որևէ կյանքից դե արդեն այդ սերիալների հետ է կապված, ոչ թե բեմի, որտեվ դեռ չենք այն ինտելիգենցիան չի մեր երկրում, որպեսզի հին դասականների կերտած եւ գրած կերպարները նմանվի մեր առօրյա կյանքին։ Եղել են մի քանիսը, բայց իմ կոնկրետ կյանքին վերաբերող շատ տարբեր են։ Ես միշտ ասում եմ, եթե ես իմ կերպարներից գոնե մեկին նման լինեմ, ես շատ հարուստ կլինեի։ Այսօր շատ են քննադատում սերիալում խաղացող դերասաններին եւ փոքր-ինչ այնպիսի ֆիլմերում, որոնք ավելի շատ հումորային են կամ կատակերգական բնույթ ունեն։ Դու ինչպես ես վերաբերում այս ամեն ինչին եւ քո կարծիքը իսկապես կուզեի լսել սերիալների հետ կապված։ Անկեղծ շատ լավ եմ վերաբերում միայն մեկ բանի համար, ինձ համար համենայն դեպս, որ ես սովորեցի կամերայի հետ աշխատել, որը մենք չենք սովորում թատերական ինստիտուտում, չնայած որ համարվում ենք կինո եւ թատրոնի դերասաններ։ Սովորեցի ընդամենը կամերայի հետ աշխատել, պարտներին զգալ արդեն ավելի կամերային հետ, հա, ոնց է դրվում, ինչ է դրվում, ինչպես պիտի լինի։ Իսկ առհասարակ սերիալը ինչի է փնովում, թող ինձ ներեն բոլոր սցենարիստները, բայց դա գալիս արդեն սցենարից։ Երբ որ փնովում է, որովհետև ծեծ, ջարդ, չգիտեմ ինչ, դա արդեն հոգնեցրել է։ Կներեք 1915 թվականից վաղուց արդեն անցել ենք, հիմա ավելի ձեր ասած կատակերգական ինչ-որ բաներ են պակասում։ Անկեղծ նենց ուրախացա, որ տեսնում եմ արդեն եթերում, չնայած ինքս հեռուստացույցի այդքան շատ չեմ նայում, անդադ սայթերից եմ, ինտերնետից եմ տեղեկամ համակարգչից, բայց ուրախացա, որ արդեն կան հումորային ծրագրեր։ Նո հումորային տափակների մասին չի խոսքը, որը թող ինձ ներեն բոլոր իմ կոլեգաներ, բայց տափակ են։ Անկեղծ տափակ են։ Երբ որ մարդիկ կային, որ դարերով անում էին նույն գործը, դա
իրոք հաճելի էր նայել, որովհետև դու այդտեղ ինչու՞ չէ, նաև արվեստը իր տեսնում եւ տաղանդավոր մարդկանց իսկ հիմա նայում ես ու ուղղակի ծիծաղի տեղը ցավում ես, որ 21-րդ դարի արդեն ինչքան անցել, մենք դեռ դոփում ենք տեղում ու գնալով վատանում է այդ ամեն ինչը։ Ես միշտ հայտնի եւ ճանաչված աղջիկ հյուրերին տալիս եմ հետեւյալ հարցը եւ ուզեի նաեւ լսել պատասխանը քեզանից։ Այսօր ասում են, որ հայտնի, այսինքն էկրանից այն կողմ դիտվող աղջիկները փոքր-ինչ այլ կերպ են ընկալվում մեր հասարակության կողմից, թե հայկական մենտալիտետը հաշվի առնելով, թե մեր վարք ու բարքը, որ ամեն ինչ առավել այլ տեսանկյունից են սկսում տեսնել ու դիտարկել։ Դու ինչպես ես մտածում այն հարցի վերաբերյալ, երբ ասում են, որ այս կամ այն դերասանուհին սիրեկանի հաշվին է դառնում։ Ես ինչ ծնվել եմ, չնայած դերասանուհի էլ չէի, ճանաչված չէի, այդ թեման միշտ եղել է։ Իսկ երբ որ դու լինում ես անկեղծ, անմիջական, դու լինում ես ինչ-որ մի չափով կորոզություն չթվա, բայց տեսքով, փոքրինչ զարգացած, որը ամենտեղ կարողանում է խոսել այն թեմայից, ինչի մասին խոսում են, դու միշտ լինում ես կենտրոնում ակամայից, դու չես ցանկանում, բայց լինում ես, միշտ այդ թեման լինում է, շատ արդեն նորմալ եմ տանում դա, բայց ինձ համար այդքան էական չի ինչա խոսվում, կարևորը ով է ասում, ով, ինչ ուզում են թող խոսեն, բայց էականը ով է ասում դա իմ մասին, կարծիք, ով է հայտնում, այսինքն արժեք ունի այդ մարդու խոսքը ինձ համար թե ոչ։ Մնացածը թող ինձ ներեն, ես ապրում եմ իմ կյանքով ու նորից եմ կրկնում, եթե ես իմ կերպարներին, որոնք գրեթե միշտ սիրեկաններ ունեն ու կունենան, նմանվեի, ես հիմա շատ եւ հարուստ կլինեի եւ երևի ես Հայաստանի կեսը իմը կլիներ էլի։ Ըստ երևույթին դա գալիս է նրանից, երբ հեռուստադիտողը էկրանից այն կողմ չի կարողանում հստակ տարբերակել, որ կերտած կերպարն այլ է, մարդ Դե դա արդեն մեր կիսազարգացված հասարակությունից է, թող ինձ ներեն։ Նաիրա, երբ աղջիկը լինում է զարգացած, ինչպես դու նշեցիր քո պատասխանի ընթացքում, խելացի եւ ուշադրության կենտրոնում, որքան դժվարություններ կարող է հաղթահարել նա կյանքում։ Բոլոր դժվարությունները, որտեղ ինքը այնքան ուժեղ է, որ կայացած է եւ իր տեղում է։ Լավ, իսկ այս կայացվածությունը եւ ուժեղ լինելու հատկանիշը որքան կարող է փխրուն լինել եւ հոգեպես ջարդված իրավիճակներ եղել են արդյոք կյանքում։ Իմ կյանքում լիքը։ Հենց այս պահին էլ հնարավոր է, որ ինչ-որ մի բան կոտրվում է, չէ՞, ասենք ամեն հարցից կամ բան։ Հնարավոր է, չեմ ասում այդպես է։ Նայես թե դու ինչպես դրան կմոտենաս եւ կանցնես արդյոք այդ թեմայից կամ այդ քո կյանքի этаպից թե ոչ։ Ես ինքս շատ դեպքերում եղավ ասցին մակերեսային ես։ Այնքան խորն եմ, որ դա այդպես երևում է, որ մակերեսային եմ։ Հա, անցնում գնում եմ։ Ամեն ինչին պետք է ուղղակի թեթև վերաբերել, կարծում եմ։ Չէ՞ որ ես մի անգամ եմ ապրում, մի վայրկյան է իմ կյանքը, կարող է ես տեղից մի անգամից գնացի ու չեղավ իմ կյանքը։ Ամենամեծ հիասթափությունը, որ ունեցել ես կյանքում, թե մասնագիտության հետ կապված, թե ուղղակի որպես աղջիկ։ Ամենամեծ հիասթափությունը, երբ որ դու ունես տարիներով ընկերներ, եւ երբ որ դու շատ ուրախ ու երջանիկ ես ու իրանք մի վայրկյանում չկան։ Այդ շատ հիասթափություն չէր ինձ համար, ոչ էլ նորություն էր, ոչ էլ զարմանք, այլ այն որ մի տեսակ խորը շունչ ես հանգիստ, սան, որ շնորհակալություն, որ ես նոր этап սկսեցի իմ կյանքում եւ շնորհակալ եմ Աստծուց, որ միանգամից ինձ ցույց տվեց թե ես ում հետ կարող եմ լինել, ում հետ չեմ կարող լինել, ում հետ շփվեմ, ում հետ չէ։ Հիասթափություն չէր, սիրուն կյանքի շրջադարձ էր։ Սիրուն անց այդ ընթացքը ու մատերի վրա կարելի արդեն հաշվել ես ով ունեմ ու ով չունեմ։ Շատ հետաքրքիր էր ու ես միշտ եմ ասել որ երջանկության ժամանակ եմ ես միշտ հիասթափվում։ Մի անգամ շատ իմաստուն մի մարդ ինձ եւս ասաց որ իսկապես ընկերներ կարող են կոչվել այն մարդիկ ովքեր ուրախության պահին են քո կողքին։ Թե չէ տխրության պահին դու կարող ես քայլել փողոցում եւ ինչ-որ մեկը քեզ գալու։ Գիտեք, երբ որ սենց ուրախացած ինչ-որ մի բան փորձում ես լռությամբ թե կուզ ասել, մարդկանց ուզգում ես, ախր Ստանիսլավսկին իզուր չի ասել, «Не верю», երբ որ փոխադարձ չի այդ ամեն ինչը այնքան կեղծ է, բայց ես նաև սիրում եմ կեղծ մարդկանց հետ շփվել։ Ինձ համար կերպարներ եմ սովորում։ Դիմակներ պատվել։ Հա, բայց երբ որ ասենք ոչ թե նրանք չեն սպասում, պատահաբար ստացվում, անկախ ինձնից դա լինում է, բայց ինձ համար որպես դերասանուհի հետաքրքիր է բոլոր տեսակի մարդկանց հետ շփվել, այսինքն կոնկրետ ինչ որ սկսած երաժշտությունից վերջացրած մարդկանցով, վերջացրած ապրելակերպով կոնկրետ հատուկ բան չունեմ, որ այսպիսի մարդու հետ չեմ շփվի, այսպիսի բոլորի հետ շփվում եմ, որտեղ դերասանուհի եմ, որ պիտի վաղ թե ուշ այդ մարդու կերպարը կերտի։ Եթե դու կյանքում այդպես չես ապրում, ինչպես կերտես, պիտի շփվես, որ իմանաս։ Հայ իրականության մեջ ինչը կարող է քեզ սարսափելի նյարդայնացնել, որ կուզենայիր ուղղակի որպես աղջիկ փոխել։ Տգիտությունը։
Տգիտություն մարդկային փոխհարաբերություններում, թե ուղղակի մարդկային փոխհարաբերություններում եւ ինքնահաստատման ինչ որ նոր ձևավորված ինչ որ բան եմ նկատում ես հայերի մեջ մեծ մասամբ ճակերտավոր արվեստային եւ շոու բիզնեսային ինչ որ կյանքում։ Իսկ եթե դու սենց ես նստում, սենց ինչ որ շեստերով ես խոսում, դու ուրեմն խելացի ես, դու կայացած ես, դու ուժեղ ես, դու հոգնել եմ այդ վիճակներից, այդ գլամուրային սուտի ինչ որ բաներից, կամ որ փորձում ինչ որ կայանալ, ինչ որ մի բան են կարդացել կյանքում մի անգամ, անգիտեք այս ինչ է, ասես, մենք դա վաղուց գիտենք, դու ասա նոր ինչ գիտես։ Այդ ամեն ինչը եթե մի քիչ ավելի սովորական դառնա, այսինքն երբ որ դու մեկնում ես տարբեր երկրներ ու տեսնում ես, որ մարդկանց համար նորմալ է, որ իրանք պիտի խմեն ամենաթանկանոց կոնյակն ու գինին, ամենաարժեքավոր իրը պիտի կրեն, դա իրենց համար նորմալ է։ Դա չեմ բարձրաձայնում, որ այ ես բրենդներից օգտվող անձ եմ ու լավ էլի ապրեք էլի հասարակ, ես հասարակ պանիրել եմ ուտում եմ ամենա, չգիտեմ ինչ սթեյքերի ամենա կինով եսիմ ինչով բան, բայց այդ մասին չի կարելի խոսել։ Այս մասին խոսում են միայն այն մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու կարիք ունեն։ Բայց եմ ասես հոգնել եմ այդ ինքնահաստատման ընթացիկ տեմպերին ներկա գտնվելուց։ Կամ եթե ես դուխիների անունները անգիր չեմ հիշում, դա չի նշանակում ես դուխի չեմ օգտագործում։ Տարբեր ինչ-որ բաներ կա, որ ինձ ուղղակի ոչ թե ջղային ասում, ախր մեղք եք, էլի մի քիչ հետ արեք, ապրեք։ Նորից եմ կրկնում, մի վայրկյան է կյանքը տրվում։ Ես հիմա կամ կարող 2 վայրկյան հետո չկամ, առանց դել այս տարին նես չարեց, որ մենք հասկանանք դա մեր աչքերում, ու մեր դիմաց, որ մի վայրկյան է կյանքը ու դա քեզնից անկախ է։ Մի վայրկյան է կյանքը եւ մեզանից անկախ, բայց մենք ունենք նաեւ հետեւյալ տենդենսը, երբ այդ մի վայրկյան կյանքը գնահատում ենք միմիայն անցնելուց հետո եւ մարդկանց սկսում ենք ավելի շատ փառաբանել գնալուց հետո։ Իսկ ես այնց հետո ուրախալի փաստ եղավ իմ կյանքում, ինձ համար մատ այդ գնալուց հետո կասեմ, չէ, ես հասկացա, ես գնահատում եմ մարդուն այն ժամանակ, երբ ինքը կա։ Երբ որ ինքը չկա, ինձ արդեն գնահատելու բան չկա, ընդհանրապես հիշողություններ են մնում։ Ու արդեն հարց է, ես ինձ եմ հիշում իր կողքին, իր այդ շփման մեջ թե իրան, որտեղ ինքը տենց էջա դառնում, անցնում գնում է։ Իսկ ինչ վերաբերում է հենց կյանքից գնալուն, ես հասկացա, որ ես կիսատ ոչինչ չթողեցի, համենայն դեպս իմ հարազատներից շատերը գնացին, նույն Սասո Սարգսյան, նույն իմ շատ հարազատներից Երվանդը, Ենգիբարյան, Մարկոս եւ այլն։ Ես հասկացա Ազատը Գասպարյանն, այսինքն ես չգիտեմ ինչի վերջի այդ էտապներում իրանց կյանքի ես եղել եմ Երվանդի հետ նամանավանդ սերիալում դուք միշտ միասին եք խաղում։ Խաղացել եմ ու ես հասկացա, ես ավել կամ պակաս ոչինչ չունեի նրան տալու եւ ինքը ինձ, այսինքն այդքանը գնահատվեց, խոսվեց, անցավ առաջ։ Առիթ ունեցա վերջին շրջագայության ժամանակ Ազատ Գասպարյանի հետ շփվելու, իր վերջի ֆրազն էլ եղավ, որ ինքը ինձ գնահատեց որպես դերասանուհի, անցավ, որ դու դեռ երկար կգնաս, դու սպասի։ Այսինքն ամեն մեկի հետ ինչ-որ մի բան եղավ, անկախ ինձնից, ես հո չգիտեի ինչա լինելու կամ իրենք չգիտեին, համենայն դեպս ես այդ ժամանակ էլ եւ խոսվում էր եւ ասվում էր եւ շփումս այնպիսին էր, որ թողած տեղ չունեմ։ Ու շնորհակալ եմ իրենց, որ ամեն մեկը իր կարծիքը հայտնել է իմ մասին ու նոր գնացել։ Նաիրա պատասխաններից հասկացա, որ առավել շատ հատուկի մեջ հասարակն ես գնահատում։ Եվ այս տարբերակումը ճանաչող աղջիկը եւ երբ մարդկային հարաբերություններում առավել շատ անկեղծությունն է գնահատում, որքանով է հեշտ քեզ համար հակառակ սեռի ներկայացուցիչ ընտրել, այն էլ այն պարագայում, երբ դու իսկապես ինքնուրույն ես լինում եւ ներքուստ կոփված։ Անկեղծ ես էլ չեմ ընտրում։ Ճիշտ է, միշտ ասում են, ես ինքս եմ ասել, որ կինն է ընտրում տղամարդուն։ Կինն է որոշում, թե ով պետք է լինի։ Իհարկե ես որոշում եմ, ես ընտրում եմ, բայց հիմա թողում եմ մի հատ հայ տղամարդիկ, թողից ներեմ բոլոր տղամարդիկ։ Բայց սովոր են ընտրել, որ մենք իրանց ընտրությունից ընտրություն կարողանանք կատարել։ Ստացվում է, որ իրանք կանգնած են, դու սենց մտածում ես, լավ, դու այսօր արի, մի հատ տես մի ամսով շփվենք, դա ինչ-որ բան է ստացվում։ Չես բավական երկար ժամանակ եմ կյանքում դադարը ընտրելու եւ ընտրվելու։ Ու փորձում եմ մի հատ նոր աչքերով ընկալել տղամարդուն ու սպասել, թե երբ ինչ-որ ուղղակի ձեռքդ կգա կբռնի ու կտանի։ Առանց ինչ-որ բացատրությունների, առանց խոսքի, ուղղակի լռությամբ, հնարավոր է դա, թե ոչ։ Իսկ տղամարդը ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա, որպեսզի լինի քո կողքին։ Լինի տղամարդ, որը այս դարում շատ քիչ է։ Ուղղակի տղամարդ, որ նայում ես, զգում ես, որ ինքը իր լռությամբ խոսք ունի, ինքը իր հաստատուն տեղը ունի, ու դա ֆինանսի մասին չի վերաբերում բնավ։ Երբ որ ես մի անգամ ասացի, թող լինի բոմժ, իհարկե ես հարգում բոլոր մարդկանց, բայց
Համեմատում էին, թե ինչպիսի մարդ պետք է լինի իմ կողքին։ Թող լինի, բայց լինի իմը։ Եթե նա լինի իմը, նա էլ չի լինի բոմժ։ Եթե ես լինեմ Իրանը, ես էլ չեմ լինի պրոստը։ Պետք է լինել ուժեղ, կայացած, հասուն, սիրող տղամարդ էլի, ոնց մեր պապաները ոնց են եղել ախր, ոնց կան իրանք, տենց։ Սովորաբար էկրանից այն կողմ դիտվող աղջիկները նաև չգիտես ինչ պատճառներով, բայց հասարակ մարդկանց համար կամ լսարանի համար առավել շատ դիտարկվում են որպես ընտանիքի արժեքը, այդքան էլ չգնահատող մարդիկ։ Ինչ ես դու հասկանում առհասարակ ընտանիք արժեք հասել։ Հանգստություն եւ միակ տեղը, որտեղ ես լինում եմ այնպեսին, ինչպեսին կամ։ Բառից բուն եւ լայն իմաստով։ Իսկ ես տեսակով շատ հանգիստ եմ, շատ անջատված ինչ-որ միտեղ։ Ուղղակի տուն, ես տնակյաց եմ ընդհանրապես, այսինքն եթե ինձ տեսնում են ակումբներում կամ սրճաներում, նշանակում է ուղղակի հրավեր է, որի կամ չէ, ես սիրում եմ համեղ ուտել, ես կարող ինչ-որ գնամ նստեմ, բայց աղմկային տեղերը շատը կամ տուրիստներով կամ այդպես ալիմ, ես տուն եմ սիրում, ես սիրում եմ հանգիստ, ես սիրում եմ լռություն, ինձ ով որ ինձ հարազատ մարդ է, ինձ տեսնելու համար գալիս է տուն։ Գիտեմ, որ դերասանուհու կարիերայից զատ դու նաև բիզնեսային ոլորտում էիր փորձում որոշակի քայլեր ձեռնարկել եւ գեղեցկության սրահ ունես։ Կասես ինչպես է քո գործերը նաև այս ոլորտում։ Ասեմ, 5 ամիս է ինչ այդ ամեն ինչը ունեմ, բայց ես մի հատ sense սովորություն ունեմ, եթե ես ինչ-որ մի բան սովորում եմ շատ լավ, ոչ իմ կարծիքով, այլ ընդհանուր, ես դա թողում եմ արդեն ուրիշներին, ասում եմ ուրիշ գործի, հետեւաբար ես վերջնակ այսպես, ես 5 ամսվա մեջ սովորեցի այդ բիզնեսը, որը ես ուզում եմ իհարկե Հայաստանից դուրս նորից ստեղծել, նորից ծավալել։ Ես հանձնում եմ այդ գեղեցկության սրահը, ում որ պետք է, ու անցնում եմ առաջ։ Որովհետև նախ այսպես թե այնպես իմ գեղեցկության սրահում չէր արվում ոչ մի ստանդարտ բան, այսքան զիզի-պիզի կենցաղային այդ բաները, դեռ եթե նկատեք ես ինքը ստանդարտ չեմ սիրում որ լինի։ Վերջ այդ ամեն ինչը արվեց, հասկացանք հասարակության որ մի մասն է սիրում ստանդարտ, որը անսովոր բան էր, ու փակեցինք։ Այսինքն դեկտեմբերի 1-ից ես չունեմ իմ սեփականը, բայց ես իմ մասնագետներին, իմ շատ լավ ընկերներից մեկի գեղեցկության սրահում արդեն աշխատանքի ընդունել եմ։ Այնպես որ եթե արտասովոր բաներ պետք լինի, կարող եք մի կանգառ ընդհանրապես ներքև գնալ։ Հասցեն ուղղակի լավ չեմ հիշում։ Իսկ ես իմ խոստում արեցի, երբ որ մենք գեղեցկության սրահը սկսել էինք նոր աշխատացնել, ես երեխեքին էլ ասացի, որ ես խոստանում եմ, եթե ես չաշխատեմ ձեզ հետ, ես ինքս ձեզ աշխատանք կգտնեմ հաստատ։ Ես ասեմ, որ 7 տարին նույնիսկ բարեգործություններ եմ անում, բայց այդ մասին պետք է չի որ խոսվի։ Ու ես դա արեցի։ Վերջ ես հանգիստ եմ։ Իմ լավագույն մասնագետները եւ կարող եմ բարձրաձայնել Հայաստանում էլ կարելի ասել լավագույն մասնագետներ ունեն աշխատանք։ Ես հանգիստ եմ, ես սովորել եմ նոր ոլորտում նոր բիզնես, վերջ։ Շուտ ես հոգնում որևէ իրավիճակից, թե առավել շատ նորություններ ես փորձում։ Ես ուզում եմ անդադ առաջ գնալ, ես չեմ սիրում դոփել տեղում։ Ես դա իմացա, վերջ։ Ես դրա ավելին կիմանամ արտերկրում, որը իմը չէ, իսկ Հայաստանում ինչ այդ ոլորտում ինչ որ մի բան կա, հաստատ կարծում եմ լավ գիտեմ ու շատ լավ տիրապետում եմ։ Արչևում ինչ ծրագրեր կա թե բիզնեսային ոլորտի հետ կապված եւ թե կարիերայում Հայաստանից դուրս Հայաստանում չի կարելի բիզնես դնել, արգելված է դա։ Չի կարելի, ես ինքս ինձ համար եմ ասում, ոչ թե չեն թողում։ Փառք Աստծո, այսքան ժամանակ նման թեմա չի եղել ու զարմանում եմ, որ մարդիկ ասում են չեն թողում, այս ինչ անենք։ Հələ դու փորձի տեսնենք, հետո չի թողում։ Չէ, չի կարելի ստեղ անել։ Մի միլիոն մարդ ենք մնացել, մեկս մեկից առնենք, ծախենք, էլ ուշ կմնա։ Չի կարելի, ով ունի հերիքա, թող մնա իրանց ապրեն։ Դերասանական ոլորտում որևէ նորություն։ Ոչ, դադար, նորից կյանքի կարուսելը լայմով, բայց արդեն թե չգիտեմ որ ալիքով։ Համենայն դեպս մենք նկարաններ անում ենք կհեռարձակվի, բայց ես ինքս ինձ համար դադար եմ վերցրել։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ, մարդիկ հոգնել են։ Հոգնել են մեր նույն ձայնից, նույն խոսելավոճից, նույն սցենարներից, բայց կարուսելը ես ասացի մի 2-3 ամիս, որ ես այլևս չեմ նկարահանվի սերիալներում, չեմ նկարահանվի Հայաստանում, բայց կարուսելը միակ հաղորդաշարը եղավ, որ ես կոլեկտիվին չափից շատ եմ սիրում, 5 տարի տենց համերաշխ կոլեկտիվ Նաև դաստիարակչական ֆունկցիա կատարող հաղորդաշար։ Մերը հա, ու այդ հարցին բազմիցս պատասխանում եմ հիմա եթերով ասեմ, որ
Շորտը իրական դեպքեր են, որի հիման վրա սցենարիստները ավելի սարքում են բեմականացնում են եւ մենք խաղում ենք։ Իսկ դա օթից չեն վերցնում ու գրում, էլի լինում են դեպքեր, նամակներ են լինում, որ շատ օգտվում ենք։ Պատասխաններից իսկապես հասկացա, որ շատ ու շատ որևէ իրավիճակներ կան, որոնցից դու կարող ես իսկապես հիասթափություն ապրած լինել եւ առավել շատ թե մարդկային փոխհարաբերություններում, թե ուղղակի առօրյա կյանքում, երբ տարբերությունները միանգամից ակնառու է լինում քեզ համար։ Կյանքում կա որևէ իրավիճակ, որ քեզ կարող է իսկապես երջանկացնել եւ որն է։ Համեն վարքյան, նույնիսկ հիասթափությունը ինձ երջանկություն է պատճառում, հավատացնում եմ ձեզ։ Ուժեղանում ես։ Չեմ ուժեղանում, լավ եմ ինձ զգում։ Իրոք լավ եմ զգում, նույնիսկ այդ սուտը լսելուց, երբ որ ես գիտեմ ճշմարտությունն այնց հավես է։ Երբ որ ես ինչ-որ մի բան տեսնում եմ ինձ նյարդայնացնի օրենքով պիտի, ես դրանից կայֆ եմ բռնում։ Ինձ հաճելի, այսքան ժամանակ երևի մենակ ես եմ ինձ տեսել մեկ տխուր, բայց դա էլ չեմ տեսել։ Ես միշտ երջանիկ եմ, այսինքն երջանիկը ակնթարթ չի, երջանկությունը ամեն վարքյան է, ամեն մի հատ փոքր բանից պետք է դու լավ զգաս։ Նույնիսկ երբ որ կորուստ ես ունենում, պիտի ինչ-որ միտեղ ուրախ զգաս, որ համենայն դեպս մարդը ճիշտ է ապրել, իր կյանքը նոր չկա էլ։ Այսինքն ամեն ինչը պիտի ուրախ դիմավորես, որ քո կյանքը ուրախ ընթանա, թե ամեն ինչի համար լացենք, որ կգնա կհասնի կամ հիասթափվենք։ Ես միշտ երջանիկ եմ, միշտ։ Նայրը ասում են կյանքում, որ շատ քիչ մարդիկ են, ովքեր կարող են իսկապես լինել անկեղծ, եւ այդ անկեղծ մարդկանցից շատ քչերն են, ովքեր կարող են լինել ուրախ եւ իսկապես ժպտալ քո հաջողություններով։ Մաղթում եմ քեզ, որ քո կյանքում լինեն այսպիսի մարդիկ եւ շնորհակալ եմ անկեղծության ժամին անկեղծություն ապահովելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ գոնե գնահատում եք անկեղծությունը եւ լսում եք։ Շնորհակալություն։ Դե ինչ, այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը։ Իմ հյուրներ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը։ Ես ձեզ առաջիկայում խոստանում եմ առավել հագեցված անկեղծ հարցազրույցներ։ Կհանդիպենք։